Վերջի ցուցանիշին, որը որ մենք կներկայացնենք, վերաբերում է քաղաքական կուսակցությունների ռեյտինգներին եւ այսպես։ Հետևյալ կուսակցություններից կամ դաշինքներից, որի օգտին է քվեարկելու 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին։ Ցուցանիշները հետևյալն են. 32.4% նշել են քաղաքացիական պայմանագիր կուսակցություն, ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինք նշել են 16.4%, Հայաստան կուսակցությունների դաշինք 15.2%, Բարգավաճ Հայաստան կուսակցություն 8.8%, Միասնության թևեր կուսակցություն նշել է 6.2%։ Սա կուսակցություններ են, որոնք ըստ մեր արձանագրած ցուցանիշների արդեն հիմա ըստ մեր ռեսպոնդենտների անցնելու են պարլամենտ, բայց մենք ունենք նաև դեմոկրատիա օրենք կարգապահություն կուսակցություն 3.2% եւ Լուսավոր Հայաստան կուսակցություն 3.1%, այս երկու կուսակցությունները եւս ունեն պոտենցիալ անցնելու պարլամենտ։ Նոր ուժ ռեֆորմիստների կուսակցությունը նշել է 2.1%, բոլորին դեմ եմ ժողովրդավարական կուսակցություն նշել է 2%, Հանրապետություն կուսակցություն նշել է 1.5%, Հայ ազգային կոնգրես կուսակցություն նշել է 0.3%, Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների կուսակցություն 0.2%, Քրիստոնյա ժողովրդավարական կուսակցություն 0.1%, Ժողովրդավարական համախմբում կուսակցություն 0.1%, Քոչարի ազգային վերացում եւ ազգային զարթոն կուսակցություն 0.1%, Ազգային ժողովրդավարական բևեռ համահայկական կուսակցություն 0.1% եւ հրաժարվել են պատասխանել այս հարցին 4.2% եւ դժվարացել են պատասխանել 2.1%։ Հիմա ես ավելի մանրամասն փորձեմ անդրադառնալ այս ցուցանիշներին։ 32.4% քաղաքացիական պայմանագիր, ինչպես նշեցի, իրենք գրանցել են մոտ 3%-ի չափով աճ, եւ մենք անդրադառնալով ընդդիմադիր ուժերի ցուցանիշներին, մենք ես թվեցի, որ ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքը գրանցել է 16.4%, Հայաստան կուսակցությունների դաշինքը 15.2%, 8.8% նշել են Բարգավաճ Հայաստան կուսակցությունը եւ Միասնության թևերը նշել է 6.2%։ Այս գումարային, այդ 4 անցողիկ ընդդիմադիր ուժերը բոլորը իր հետ կազմում են 46.6%, այսինքն գրեթե 15%-ով գերազանցում են քաղաքացիական պայմանագիր կուսակցության ցուցանիշը եւ եթե նրանք միավորվեն պարլամենտում, ապա հստակ կարողանալու են վեկարել իշխանությունը։ Դեմոկրատիա օրենք կարգապահություն կուսակցությունը 3.2%, ես նշել եմ այս կուսակցությունը ունենալով նվազագույն ռեսուրսները, ծախսելով նվազագույն ռեսուրսները, գրանցել է բավականին լավ ցուցանիշ եւ ես չեմ բացառում, որ նրանք եւս կանցնեն պարլամենտ եւ նաեւ շատ մեծ պոտենցիալ ունի Լուսավոր Հայաստան կուսակցությունը 3.1% ցուցանիշով։ Այստեղ ուզում եմ ուշադրություն դարձնեմ Հայաստանի Շնորհապետական կուսակցության ցուցանիշի վրա, սա առաջի դեպքն է, երբ մենք գրանցել ենք որոշակի նվազում դրանց ցուցանիշների, որովհետև անցած 2025 թվականի հունիսից երբ որ մենք իրականացնում ենք հետազոտություններ, այս կուսակցությունը արդեն իսկ սկսել էր երևալ մեր տվյալների մեջ եւ բոլոր այս ընթացքում նրա ցուցանիշները ստաբիլ աճ են գրանցում, ուղղակի այս վերջի ցուցանիշը, վերջի հարցման ցուցանիշով նրանք որոշակի նվազում ունեն, դա մենք քննարկել ենք մեր վերլուծաբաններ կապված այս վերջի որոշակի ինչ-որ սկանդալի հետ, նրանց երկրորդ համարի, բայց ամեն դեպքում հարկ եմ համարում նշել, որ այդ ցուցանիշը որոշակի բացասական փոփոխություն ունի, որովհետև գրեթե մնացած բոլոր կուսակցությունները հիմնական ունեն դրական աճ եւ ընդդիմադիր եւ իշխող ուժը։ Ինչի վրա կուզենայի ուշադրություն դարձնել, որ այս հարցումները իրականացվել են 2-ից 3 հունիսի եւ այստեղ չի արձանագրվել ուժեղ Հայաստան կուսակցության դաշինքների այդ հանրահավաքը, որը բավականին մեծ էր եւ տպավորիչ էր, եւ նաեւ չի արձանագրվել երեկվա այս բանավեճի արդյունքները, որը որ ես կարծում եմ որոշակի
ազդեցություն կունենան այս մեր տվյալների վրա, բայց մենք կարողանում ենք իրականացնել այն ժամանակահատվածում, որը հնարավոր է, որ մենք կարողանանք մեր տվյալները ստուգենք, վերլուծենք եւ նաեւ հրապարակենք։ Հետեւաբար այդ վերջի երկու իրադարձությունները, ինչպես նաեւ այսօր եւս կա հանրահավաք, եթե չսխալվի իշխող ուժի, այդ միջոցառումների ազդեցությունը այս տվյալների վրա մենք իհարկե չենք տեսնում, բայց ես չեմ կարծում, որ կարդինալ փոփոխություններ տեղի ունենան։ 1-2%-ի ցուցանիշների փոփոխություն ավել կամ պակաս կարող է լինի, ելնելով ազդեցություններից, բայց սա այն պատկերն է, որը որ մենք ունենք այսօրվա դրությամբ, եւ եթե ընտրությունները անցնեն առանց լուրջ խախտումների կամ ճնշումների, ապա մենք պետք է որ ականատես լինենք այս պատկերին։ Այսքանը, շնորհակալություն, բոլորին մաղթում եմ հաջող ընտրություններ եւ կոչ եմ անում գնալ եւ մասնակցել ընտրություններին եւ տալ իրենց ձայնը այն կուսակցությանը կամ դաշինքին, որոնց գաղափարները իրենց հոգեհարազատ են։ Շնորհակալություն։